Բարի օր բոլորին, բայց ձայն ինչ տարօրինակ ամեն դեպքում։ Լավ եք։ Առաջին օրն եք այսօր կարդալովի, թե երեկել եք այստեղ։ Առաջին օրն է։ Ընտիր։ Հասցրել եք այսօրվա մեջ ինչ որ բանի մասնակցել արդեն։ Եվ Ես մենակ Հովիկ Աֆյանին գիտեի որտեղ, ու շատ լավ է գրում Հովիկը։ Հովիկին կարդացել եք։ Ձեր դուրը Կարմիրը։ Սպասեք Կարմիրից նորությունների իրականում։ Շատ շուտով, հա, որովհետև ինչ որ ականջից հասել է, որ էկրանավորման աշխատանքներ են սկսել ու հուսանք որ կլինի, որովհետև ֆանտաստիկ լավ գործ է Կարմիրը։ Բայց կարդացեք իր գործից էլի։ Արամավետի սինովը կարդացե։ Լավն է շատ, էլի։ Չէ՞։ Հա։ Հայրական շատ երեք մենք բացման արարողության ժամանակ խոսում էինք նրա մասին, թե ոնց հեշտ կարդալ։ Օրինակ դու ունես ինչ որ տեխնիկական հնարքներ կարդալու։ Չմտածել ուրիշ բանի մասին։ Երբ կարդալուց պետք է միձև կոնկրետանալ, sense կոնկրետ բունյութին եւ կոնկրետանալ սխալ բառը։ Դուք ինձ հասկացաք։ Կենտրոնանաս բովանդակության վրա եւ փորձես ինչ որ ձև չշեղվես։ Դա շատ դժվար է իրականում։ Մանավանդ 21-րդ դարում, երբ որ մենք Instagram-ի զոհ ենք, այդ ամեն ինչը մեզ պարտադրում է, որ մենք մի քիչ SDVG բան կա, տենց հիվանդություն, չէ՞, սինդրոմ դեֆիցիտը վնիմания։ Ու դա ոնց որ խանգարում է շատ դեպքերում, բայց այդ կախված է ձեր հետաքրքրությունից նայած։ Դե օրինակ ես գիրք եմ բերել Արաթադևոսյանի գիրքը։ Այո, եթե դուք լավ հարց տաք, ես նախադասություն կրկնելու եմ, որովհետև որ բոլորը իմանան։ Արաթադևոսյանը Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի մասին գիրք է գրել։ Ինձ թվում է դա շատ կարևոր է, չքաղաքականացնելով մեր այսօրվա լավ ժամանակը պատմություն որպես ավելի շատ պետք է մենք ընդունենք սա եւ մի հատ հետաքրքիր բան եմ բերել ինձ հետ, լավ է թող արդեն կան նոր կասեմ։ Հա, մի խոսքով ես էլ որ հայրեն 2-3 հատ գիրք եմ կյանքումս կարդացել, որից մեկը այս գիրքն է։ Կարծում եմ որ լավ գիրք էր։ Ես միշտ ուր գնում եմ, հետս գիրք եմ տանում, լավ հարցի համար նվիրում եմ, դրա համար եթե ուզում եք գրքեր, եկեք իմ ելույթներին։ Լավ կարդալու օրինակ դարձեք նաև գիրք նվիրելով, որովհետև դա էլ վերջին շրջանում շատ տարածված է։ Կես կատակ, կես լուրջ ասում ենք, որ գիրքն ու գինին են նվեր դարձել հայկական, հայ հեղինակների հանրահռչակմանն են այսպես օգնում եւ իհարկե հայ գինեգործների աշխատանքին, որովհետեւ նույն գինեգործության պատմությունն էլ Հայաստանում շատ հին ավանդույթներով այսպես շարունակաբար գալիս է մեր օրեր ու հիմա ուրախությամբ պիտի ասենք, որ Հայաստանի սահմաններից դուրս նաեւ կարդալովի շնորհիվ ինչպես գինու եւ խաղողագործության հիմնադրամի շնորհիվ գինեգործությունը այդպես էլ կարդալովը օգնում է, որ Հայաստանի սահմաններից դուրս հայ ժամանակակից հեղինակների մասին շատ ավելին իմանան, ճանաչեն, իսկ մենք այստեղ ունենք հնարավորություն նաև նրանցից շատերից լսել խորհուրդներ, ինչ կարդալ, որովհետև այս տարվա հնարավոր նաև միջոցառումներին գումարվել էր գրքի խորհրդատուներին, երբ մարդիկ էին, որոնք եւ հեղինակում են գրքեր եւ նաև պատմում են այլ հեղինակների մասին, իրենց սիրելի հեղինակների մասին, սիրելի գործերի մասին, ու սա հնարավորություն էր ճանաչելու մարդուն նաև իր կարդացած գրքերով։ Իսկ երբ հյուր ես գնում կամ ծանոթանում ես մարդկանց հետ, հարցնում ես, ինչ են կարդում նրանք։ Այո, իմ համար դա շատ կարևոր է։ Եվ եթե դու ուզում ես ճանաչես մարդուն, դու ես նայում եմ ինչ ֆիլմեր են նրանք սիրում, գրքեր, երաժշտություն, դա շատ կարևոր է, դրանից մարդ։ Օրինակ, բայց կարելի է գրքով ասել, իրեն սիրած գրքով, թե ինչպիսի бынавочный այդ մարդուն է։ Какой у него характер, интересы и в целом это շատ կարևոր է իմ կարծիքով, դրա համար հա հարցի նրան մեր հարցնում եմ թե չէ, հարցնում եւ շատ ուրախանում եմ, որ իմ գիրքը սիրած օրինակ համընկնում է այդ մարդու սիրած գրքի հետ։ Մանավանդ թե լավ, չեմ ասի։ Ու կիսում են կարծիքները։ Այո, որովհետեւ շատ դեպքերում նման եք մտածում։ Այո, որ օրինակ ես ինչ-որ գիրք եմ կարդացել, ինչ-որ հետաքրքիր բաներ եմ տեսել այդ գրքի մեջ, հետո ինչ-որ մարդ հետ խոսում եւ նայել այն բանը ասում, մենք ոնց որ նույն հարթության վրա դնենք, դա շատ հաճելի էմոցիաներ է։ Вот, как-то так։ Ընտի։ Սկսել ենք արդեն։ Չէ, զրուցում էինք ուղակի, հələ որ։ Երբ ասեք, սկսենք։ Լևոն ստեղես, Լևոն։ Լավ, Լևոնը գա երկու։ Էս, հա։ Բան եմ ուզում Լևոնին ասեմ։ Էս լույսը մի քիչ մեզ խանգարում է։ Որ տեսնենք բոլորին, հա։ Հա, շատ կարևոր է գիրք կարդալը, իրականում։ Ինքը ել եմ կրկնում, ես ժամանակաշրջանում շատ դժվար բան է, որովհետև կենտրոնանալ դժվար է։ Ես ես վերջում Խարարիի գրքերն եմ ուզում կարդալ։
սա գովում էին ասացի լավ պետք է գնայի չգիտեմ որտեղ էի գնում խոսքով ճամփին ասի հետս վերցեմ ինքնաթիռի մեջ կարդամ անենց վատ գիրք էր 21-րդ դարն եմ կարդացել թե չեմ սխալվում ու պրոպագանդա sense շատ պրիտերնի լիբերալ պրոպագանդա որը էլի օքեյ եմ ես դա նորմալն է բայց եթե ինքը ասում է որ ինքը օբյեկտիվ է բայց օրինակները բերելուց ինքը քաշում է իր կողմ ու կարդացողին էշի տեղադանում կներեք դա մի քիչ ինձ բան էր ու ես Դուբայի աղբամանը նետեցի առաջ անգամ կյանքումս գիրքը չնայած որ անիմաստ է ես ինձ բան զգացի շատ ոնց որ ինձ օգտագործեն իմ չգիտեմ ինչ որ ուշադրությունը բանը ու տենց հիմա բանն եմ կարդում я дочитал почти четвертая промышленная революция մոռացա ավստրիան ոնց է միջև այդ կարդում էի Նասիմա Տալեբը բայց չավարտեցի բայց կարդամ Նասիմ Տալեբը նորմալ է թե մանավանդ տնտեսագիտական ինչ որ հետաքրքիր բան ունեք հետաքրքրություններ ունեք կարող կարդակից շատ դրական է մի ժամանակ օրինակ ես էլ ունեի այդ մեղքի զգացումը գիրքը կիսատ թողնելուց բայց հետո հասկացա որ փաստորեն այդ օգտագործված լինելը ոնց որ լիներ որովհետև կային հեղինակներ տարբեր որոնք գրում էին մոտիվացիոն գրականություն ու կարդալուց հասկանում ես որ ախր էս գիտեինք բա ինչի եք գրել հիմա կարդանք ինչ անենք էս տատին էլ էր մեզ ասել մոտավորապես մի 20 տարի առաջ էս խորհուրդը ավելի լավ էր տվել քան այդ գրքում գրվածը ու այդ մեղքի զգացումն էլ է հնարավոր նաև հաղթահարել կարդալու ընթացքում երբ հասկանում ես որ չէ կարելի է չկարդալ այդ գիրքը եթե քեզ դուր չի եկել կարելի է նվիրել մարդու ով ցանկանում է գնել հիմա այդ հնարավորություններն էլ շատ կա եւ ձեր նախընտրած գիրքը փոխարեն նվեր ստանալ ու փոխանակել նվիրել կամ մի քիչ վատ օրինակ նետել աղբամանը հա տենց դեպքեր ես իրական Լևոն պրիվետ մենք մի երկու բառ ենք ուզում քո մասին ասենք նորից սկսենք եթե կարելի է ստեղ ես ուզում ենք Լևոնին շնորհակալություն ասենք, եկեք ծափարենք։ Լևոնը տարիներ շարունակ փորձում է ինչ-որ ձև այս մշակույթը գրքի հետ կապված տարածել, դա շատ կարևոր է, մենք շատ ենք կարևորում դա եւ շնորհակալ ենք քեզ։ Ընդհանուր առմամբ հայ ազգը գրքի հետ շատ մոտիկ է, այս վերջերս է տենց ստացել, որ մենք քիչ ենք կարդում, չենք գալիս սովետական փուլ, մինչեւ այդ ամեն ինչը ցեղասպանության ժամանակ ինչն էին շատ փրկում։ Գիրքը ձեռագրերը եւ այս վերջերս մատենադարանում է եւս մեկ անգամ ցույց տվեցին մշո ճառընտիր եթե չեմ սխալվում sense երկու մասի բաժանած կանայք բերում էին sense կապում էին իրանց վրա եւ դժվար փուլերին եւ մտածում էին նրանք գրքերը մատյանները փրկելու մասին դա ուրեմն խոսում է ինչ որ արժեքների մասին որ մեր ազգը կրում է այդ արժեքները եւ առնվազն գոնե պետք է իմանանք այդ գրքերի մասին թե շատ մարդիկ իրենց կյանքը վտանգելով իրենց նյութական ինչ որ գումարներ եւ այլ թողելով ոսկին թաղելով հողի տակ, ոնց իմ պապերն են արել վանում։ Բերել են իրենց հետ գրքեր, որոնք այսօր մեծ դժվարությամբ վերադարձվում ատենադրան։ Դրա համար քո գործը այսօր իմ կարծիքով շարունակությունն է այդ ամեն ինչի որոշակի, որտեղ դու ուշադրությունն ես մարդկանց վերում այդ ուղղությամբ եւ մենք ամեն ինչով կփորձենք օգտակար լինենք, դա շատ կարեւոր է։ Մերսի։ Ապրեք իրականում այս փոքրիկ ինֆորմացիան կարդալովի մասին, ովքեր երեք չեն եղել կամ առհասարակ նոր են ծանոթանում կարդալովի հետ, պիտի ասենք, որ այս հարթակը արդեն 4-րդ տարին, բայց 5-րդ անգամ անցկացնում է գրքի փառատոն, որովհետև տարիներից մեկը նախորդ տարվա խոստումն էր Հայաստանի սահմաններից դուրս տանել գրքի փառատոնը ու դա եղավ Մոսկվայում։ Այս տարի էլ խոստացել են, որ կրկնելու են, բայց ոչ միայն գրքի, այլ գրքի եւ կրթության փառատոնը ու ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև օվկիանոսից այն կողմ հուսանք կլինի դա։ Երեք իրենք են ասել, իրենք են խոստման տերը։ Մենք կսպասենք, այսքան մարդ վկա է։ Երեկվա ներկաներն էլ հետը։ Բայց բացի իհարկե նմանատիպ փառատոններից, կարդալովը ոչ միայն գիրքն է հանրահռչակում, ընթերցանությունը, այլ նաև ծանոթացնում են մարդկանց, որոնք տարբեր հարթակներ օգտագործելով փորձում են մեկտեղել գրքասերներին, կրթության ջատագովներին, մարդկանց, որոնք փորձում են իրենց ունեցած հնարավորությունները ծառայեցնել վաղը ել ավելի լավ ու կիրթ սերունդ ունենալու համար, ու այդ հարթակներից մեկի մասին 3 ենք խոսել, դրա համար սկզբում հարցրեցի առաջին օրն է, որ այստեղ եք, խոսքը գիտակերտի մասին է։ 3 գիտակերտը։ Բարձրացավ իմ ձայնը։ Գիտակերտը 3 է։ Հա, 3 էր։ Երեք խոսում ենք գիտակերտի մասին, իսկ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը խոսելու նաև մտքարանի մասին։ Հազար ներողություն։ Ձեր առողջություն։ Ձեր առողջություն։ Ավելի վատ։ Մի պահ, եկեք։ Հակառակի մեկը։ Անջատենք, հա, այս
ծանր հրետանին։ Ու միշտ նմանատիպ դեպքերում փորձում ես հասկանալ լավ որտեղից է մարդկանց այդ մոտիվացիան, որ TikTok-յան անհավանական խառը ու անտրամաբանական իրականության մեջ փորձեցին գտնել են հատիկը, որին հավատացին ու շարունակում են նաև իրենց շուրջ համախմբել մարդկանց, որոնք հավատում են, որ այո, մենք այսպիսին ենք, ու մենք ունենք հնարավորություն, էլ ավելի լավը դա խանգարում ենք դա։ Չէ, սուսում եմ, չէ, ընդհանրում ենք մեզ։ Ու հիմա սկսենք մտքարանից, ոնց, որտեղից, ինչու եւ ինչպես։ Ինչն էր քիչ ձեր համար, որ մտքարանը եկավ այդ բացը լրացնելու։ Հա, տեսեք, բայց փորձենք այս հարցին մոտավորապես 10 տարի է պատասխանում շաբաթը մեկ, փորձենք, եթե դուք հետևում եք մեր գործունեությանը, վստահ եմ լսել եք այդ ամեն ինչը, փորձենք այսօրվա միջոցառման կոնտեքստում ինչ որ ձև շարունակել այս միտքը, բայց բարձրապատճառները շատ են, պետք է կրթվել, մենք հասկացանք Արտուր երևի ասած կներեք, որ մեր ազգին պետք է մեր կարծիքով գիտակցություն կամ գիտակցության բարձրացում եւ դրա համար պետք է մենք գիտելիքը տարածենք, որովհետեւ առանց գիտելիք գիտակցությունը չի ձևավորվում, հետո եւ դա չի յուրացվում, չգիտեմ, տարբեր ոլորտներում, մշակույթից մինչեւ քաղաքականություն։ Բայց որ այդ զապրոսը, հայերեն չգիտեմ, ինչա պահանջը ներքևից ելնի վերև ու ինքը լինի բովանդակային, պետք է գիտելիք ուզենք թե չուզենք։ Հիմա կա մեծ խնդիր, որ Հայաստանում տարբեր ոլորտներում, երբ որ մենք լսում ենք խոսույթը, ինքը ես կուզենայի, որ ինքը ավելի բովանդակալից լիներ, հա, օրինակ եթե մենք խոսում ենք եկեղեցու մասին, տարբեր ամբիոններից քաղաքական ու ոչ միայն քաղաքական, մենք խոսում ենք մոմերի մասին, չգիտեմ, բան։ Եվ տարբեր մարդկանց դա ավելի օգտակար է խոսել պրիմիտիվ բանի կոնտեքստում, որովհետև լայն շրջանակները դա ընդունելու են եւ վիզուալ պատկերացնելու են, ոնց են մոմը հալածնում, տանում էլի մոմ սարքում, վաճառում, ու օրինակ, հա, բայց մենք եկեք գնանք դոգմա, եկեք նարեկացու մասին խոսանք, եկեք խոսանք ավելի խորը բաների մասին։ Դրա համար պետքա դե բարձա երկար տարիների ուսումնասիրություն, որը ամեն մարդ բարձա չի անի եւ երբեք որևէ պետության եւ ազգի ժողովրդի մեջ տես բան չի եղել, բայց արի ու տես այն պետությունները եւ ազգերը, ովքեր շեշտը դրել են ավելի շատ sense բովանդակության վրա, նրանք հաջողել են, հա, չտանք այդ պետությունների անունը, բայց դե օրինակ եկեք մենակ այն պետությունների մասին խոսանք, որոնք ինչ որ ձև մեր հետ առնչվել են տարածաշրջանում, չգիտեմ, օրինակ սովետի ժամանակ եղել է լիկբիզ, լիկվիդացիա без грамотности, որոնք ինքը ինչ որ արդյունքները տվել է։ Խոսում ենք մենակ մշակութային, չգիտեմ, կրթական ոլորտում, հա, քաղաքական չենք ելնում, բաց, վատ, լավ, շատ բան եղել։ Մեր վիդեոները եթե նայում եք, տենում եք, մենք խոսում ենք թե բացի, թե դրականի, թե բացականի մասին։ Հիմա այդ կոնտեքստում մենք եթե ուզում ենք այսօր ապրենք ուրիշ իրականության մեջ, տեսնենք ավելի լավ ճարտարապետություն, պահված, խնամված, նոր нарեք ուրես։ Նարեկի հետ գնում ենք դեղագործական փողոց, դեղագործային փողոց, ոնց է կոչվում։ Առաջի, հա, դեղագործների փողոց, հա, ինքը առաջի փողոցն է Երևանում, ամենահին փողոցն է, այնտեղ կար ապտեկա, դեղագործ, ոնց է կոչվում։ Դեղատուն կար։ Այդ դեղատուն տեղը մենք տենց էլ արխիվներում չգտանք, որ ձեր համար վիդեո նկարենք, բայց այնտեղ սիրուն մի հատ շենք կար, պատմամշակութային, որը քանդվում է։ Դες ֆասադը հանել են եւ այլ եւ այլ։ Հիմա ոչ մեկ կարծես թե չտեսավ այդ պահը, չարժևորեց այդ բանը, բայց իմ կարծիքով այն Հայաստան, որտեղ ես կուզենայի, ասում եմ, прекрасная Армения будущего, ես կուզենայի, որ միտինգներ լիներ, մարդիկ գային, ասեն, ես ինչ եք անում մեր ճարտարը, չգիտեմ, էլի եմ ասում, իմ խոսքը քաղաքական կոնտեքստում չդիտարկեք, կարող պետք է որ քանդեին, կարող ինքը ավարինի վիճակում էր գտնում, խոսքը այդ չի, բայց մարդկանց մոտ առնվազն անգամ բան չառաջացավ, հարցխի է տենց կատարվում։ Ոչ մեկ տենց էլ չիմացավ։ Ում գիտեք, դուք գիտեիք անկեղծ ասեք, չգիտեիք, ես էլ չգիտեի, ասենից տեսել եմ։ Դե գուցե հենց այնտեղ է խնդիրը, որ մենք չգիտեինք այդ կառույցի կարևորության մասին, որ խնդիր չառաջացավ նաև դրա չլինելը։ Այո, եւ այդ ամեն ինչը պրակտիկ դաշտում է, բայց կա լիքը ուրիշ ոլորտներ, որտեղ մենք չենք կարող ոչ մի ձև մատերիալն, հա, տենանք, ինչ է եղել եւ այդտեղ էլի ամենտեղ ոնց ուզում եք նայեք ամենտեղ բան է, պետք գիտելիք, փորձ եւ ցավոք սրտի վերադառնալով ձեր հարցին, հա, 10 տարի առաջ երբ որ ես մտածում եմ ոնց կարամ օգուտ տամ, sense պրիմիտիվ երիտասարդական միտքեր, хочется принести пользу своему народу, своему государству, անկապ կյանքս չապրեմ, հա, ինչ որտեղ Հենց մտածեցի, որ ուզում եմ այս sense բաներով զբաղվեմ, կրթությամբ, չգիտեմ, որտեղ Ռուսաստանում կային տարբեր ծրագրեր, դες Մոսկվայից եմ, ով չգիտի, այնտեղ եմ մեծացել, Մոսկվայում, Ռուսաստանում ընդհանուր առմամբ Եվրոպայում, Ամերիկայում կան կրթական ծրագրեր։ Չգիտեմ, դե կուրսերայի մասին կիմանաք երևի, Արզամաս, Պոստնաուկա 6-7 միլիոն հետևորդներով, ու իրանք իրավիճակ են փոխում երկրում։ Իրանք ունեն իրանք издательство, ոնց է հայերեն, հրատարակչություններ ունեն,
հսկայական ինդուստրիա, դասախոսությունների բաներ ու դու տենում ես կամած այդ իրանց դասախոսները, ովքեր այնտեղ ելույթ են ունենում, դառնում են հերոսներ։ Այսինքն Facebook-ում լիքը հետևորդներ, Instagram, բան գնում են, իրանք գուման են սկսում աշխատել իրանց գիտելիքով։ Մենք ինչ ենք միշտ խոսում, չէ՞, abstract, որ այս երկրում պետքա գնահատվեն դասախոսները։ Եկեք նենց անենք որ գնահատվեն։ Դες սաղս ուզում ենք անկեղծ ոստայեմ, բայց պետք է ինչ-որ ինստրումենտներ ունենան, գործիքներ, որոնք թույլ կտան մեզ դա իրականացնելու համար։ Եվ 8 տարի ամեն օր նույն կետին խփելով, չգիտեմ, բանանելով, փորձում ենք ինչ-որ ձև կոնտենտ стեղծել, կներեք պաթոսային հնչելու, բայց ուրիշ ձև չեմ կարող ասեմ, не подстраиваться под людей, а в хорошем смысле этого слова подстраивать людей под тот контент и те ценности, которые мы для себя обозначили. Это արմով ինչ որ արմով հիմա արդեն կարող եմ ասեմ ստացվել է, քանի որ կա որևէ մի հատ մարդ չկար, որ ասում էր, որ իրական կստացվի Հայաստանում կրթական կոնտենտ։ Ասում են գնա Հայկոմը կորա, հումոր արա, ասում են ինձ հետևորդ պետք չի։ Ինձ պետք է գիտակից հետևորդ, ինձ պետք է մարդ, ով ինչ որ բան կսովորենք նաև այդ մարդկանցից ինչ որ արժեք կտան։ Հա, եւ այդ առումով հա մենք փորձեցինք կրթական ծրագրեր կան, իրանք շատ են, մենք առաջինը չենք եղի, կար շողակաթ, որտեղ այսենց ձենով ձեզ բաներ էին պատմում, ու դուք քնում էիք ընթացքում։ Բայց հա ֆունդամենտալ բանա պետք է կարողանաս ինչ որ ձև փոխես ֆորման, որ կարողանաս ներկայացնես։ Ես այնց սպլաշներ խոսում եմ, դուք ասեք թե ընթացքում ֆակտիր կա։ Բայց այդ ընթացքում նաև հենց այդ ֆորմայի մասին էլ, հա, մենք եկել էինք խոսում, թե ոնց կարելի է գտնել այսօրվա լսարանի անկախ տարիքից ցանկությունների եւ մեր առաջարկի ոսկե միջինը։ Ոնց կարողանանք մեր ցանկացած բովանդակությունը մատուցել այնպես, որ դա սպառվի եւ դա լինի իսկապես պիտանի։ Ոչ թե ուղղակի մոռանան մի հատ արագ թերթեն, ասեն, հա, շատ լավ տղաներ են, ապրես լավ գործանանում անցնեն առաջ։ Իրականում դա ամենակարևոր հարցն է, ոչ միայն կրթական ծրագրերի շրջանակներում, չգիտեմ Արտուրը երեք խոսացել է այդ թեմայի մասին, թե չէ, բայց եթե խոսացել է, վստահ եմ, այդտեղ մարդիկ կան, որոնք երեք չեն եղել, դրա համար ես կրկնեմ երևի միտք։ Խոսացել ես բան մասին, չէ, խոսացել, ավելի լավ։ Տեսեք, ինչ հետ մենք գործ ենք, մենք ունենք ինչ-որ նյութի հետ գործ, օրինակ դուք գնում եք ինչ-որ մատենադարում ինչ-որ նյութ եք գտել, որ ուզում եք տարածեք, որ օրինակ Մայր Հայաստանի տեղը Ստալինի արձանն է եղել, հա, ասենց հեսա սաղ ինտերնետը է դա խոսում հիմա, մենք ես 4 տարի առաջ ասել ենք, բայց դա նոր են տեսել։ Հա, նոր են տեսել ու սենց կոմենտներում։ Դու հետաքրքիր է, ինչքան շատ դե նոր սերունդ է գալի, երեխաները մեծանում են, ինձ որ մի հատ տեղադրիր ու սա գիտեն։ Հիմա օրինակ էլի կապ չունի ինչ օրինակա։ Հա, օրինակ դու նյութը տեսար, ինչ պետք է անես, դու պետք է հիմա այդ նյութը նենց ներկայացնես հանրությանը, որ ինքը ինչ-որ խնդիր լուծի։ Դու իրան պետք է իր ֆորման նենց փոխես, որ բովանդակությունը դրանից չտուժի։ Ու այդ նույն կարգասը աշխատում է բոլոր բնակավարներում։ Պետությունից միջև եկեղեցի, ամեն բան, ինչ ուզում ես, դու պետք է ինչ-որ ձև կարողանաս այդ ամեն անգամ թարմացնես այդ իր ֆորման, փաթեթավորումը։ Եվ շատ դեպքերում մարդիկ նեղանում են ավագ սերնդի, որ ասում են, նայեք, բաներ կա, որ պետք է փոխվի, ինչքան էլ ցավոտ լինի։ Բայց դու արդեն ըստ քո գիտելիքի կյանքի փորձի եւ իհարկե մասնագետների հետ հաղորդակցելու ընթացքում դու հասկանաս ինչը պետք չի ձեռ տալ։ Եկեք խորը բաներ բերենք, նույն եկեղեցու հետ կապված 100 տարի առաջ մոտավորապես տամսուց չեմ տիլետ նազատ մենք գիտենք Խրիմյան հայրիկն է, բայց մոռացա ով էր կա։ Հա, Մաթեոս չեմ հիշում կներեք, բան չեմ արել շատ։ Ինքը եկավ Էջմիածին ու ասում է լամպուշկա է, եկեք լամպուշկա։ Եկեք Էջմիածինը բան ենք, լուսավորենք։ Իրան որպես երեցիկ ուզում էին բան անեին, որ ինքը կարգալույց լինի։ Ասում են, ոնց ես դու համարձակվել, այստեղ մոմա գրած, մոմով պետք է անենք, հա։ Հիմա անցել է 100 տարի, լավ է, չէ՞ որ այնտեղ շտեպցել կպցնում ես լույս ավարվում, չէ՞։ То есть մեր արդեն փորձի եւ գիտելիքի բանով մենք նայում ենք, խնդում ենք անգամ, ճպտում ենք, ասում ենք, միամիտ է այդ ամեն ինչը, էլի, բայց այն ժամանակները դա գուցե հիմա էլի բաներ կա, օրինակ եմ ասում, որ պետքա փոխվի կամ պետք չի փոխվի։ Եկեք գիտելիքի էլի, չգիտեմ խի էլի եկեղեցուց եմ ուզում օրինակ բերեմ, օրինակ տեսեք, մենք շատ դեպքերում խոսում ենք նրա մասին, որ գալիս ենք պատարակների եւ չենք հասկանում այն լեզուն, որով Սալտարյա, ալտարը ոնց էր հայերեն։ Խորանից հնչում են խոսքեր, մենք չենք հասկանում, այդ կապը չենք զգում։ Դե ուրեմն sense հարց է գալի, կարող պետքա փոխենք բանի աշխարհաբարի, դա ավելի որ մարդիկ ավելի շատ լավ ճիշտ հասկանան, որովհետև կան ուրիշ ուղղություններ, որոնք ավելի մատչելի ձևի են մարդկանց հետ խոսում ու իրանք ավելի շատ գնում են ուրիշ եկեղեցիներ, հա, հեշտի հետևից։ Հիմա հարց, պետքա թե պետք չէ, օրինակ, տարբեր հոգեվորականների հետ խոսում, իրանք ասում են, չէ, գրափարին պետք չի ձեռ տալ, որովհետև դա այն կետն է, որը չես կարող փոխես։ Օրինակ, ես չգիտեմ,
Ես ուղղակի հարցնում եմ կողքից մարդ որպես։ То есть եթե մտնում է ֆորմայի մեջ, թե մտնում է բովանդակության մեջ։ Հասկանում եք։ То есть դու պետք է հասկանաս։ Ու շատ խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ որ մարդը իրավունք է իրան վերապահում, որ ինչ որ խոսա կամ ինչ որ բան անի, որը վնասում է հենց բովանդակությանը բուն։ Ու մենք տեսնում ենք այդ մարդկանց ցավոք սրտի ինտերնետում, որոնք ինչ որ մեծ բաների մասին են խոսում, առանց մասնագետների հետ խորհրդակցվելու, օրինակ ես վերջերս մի հատ ծանոթ ունենք, որ Երևանի պատմության մասին նյութ էր տեղադրել, ու ինքը ոչ նյութի հետ է կարողացել աշխատի, որ հասկանա, ինքը կայքը բացել է Երևանի պատմությունը ու վիդեո նկարել Երևանի բերդի մասին, որը full ադրբեջանական ռոպագանդա է, որը ի նպաստ չի մեր ոչ մեկ որևէ հարթակում դրա մասին չի խոսում։ Ну հասկացաք ինչ եմ ասում, ընդ AM-ով domain է ինչ որ ինքը վերցե կարդացել է խելացի մտքով, հələ ուրախ լավ ուզեցել է օգուտ տա տղեն, հա, ու սենց իհարկե վնաս է տվել, որովհետև մեր հարևան պետության ներկայացուցիչները վերցրել են, տարածել են այդ ամեն ինչ, ասում են, հենա հայրն է խոսում դրա մասին, հասկանում եք, դրա համար պետք է զգուշ լինես, պետք է կիրթ լինես, պետք է 10 անգամ ստուգես, 10,000 անգամ ստուգես, նոր տեղադրես, համ այս կողմից կանչես մարդուն, համ այն կողմից կանչես մարդուն։ Դրա համար դա մեծ պատասխանատվություն է, մանավանդ եթե դու ունես 10 միլիոն ախվատ, ոնց մեր դեպքում ես, ամսական կտրվածքով 10 միլիոն մարդ նայում է, պատկերացնում եք։ Դուք պատկերացնում եք, եթե մի հատ սխալ բառ ասվի, ինչ կլինի, կվառեն պրոստը։ Պուբլիչնի սախի, չգիտեմ ինչ կլինի մեր։ Դրա համար ասենց նայում ենք կողքից վիդեոները, բան, չէ, ստրես է։ Օր ու գիշեր ստուգելու, աշխատելու ստրեսը, երեք քիչ եկա ցավոք սրտի Արտուրի հետ, որովհետև նյութ կար, որ պետքա ստուգենք ու բարձա որ սխալ է նյութը։ Բայց խայպես չի ուզում անես, տեղադրեմ սախ տենան։ Բանով ուզում ասեմ, մարդը որ մի հատ նյութ է իմանում, դրա համար պետքա հա ստուգենք ու մեր սեփական կարծիքը չփաթաթենք այդ ամեն ինչի վրա։ Պատասխանեցի։ Սոցհարթակներից բացի դուք նաև օրինակ եք ձեր տեսակով։ Երկուսը թե գիտակերտում, թե մտքարանում, ինչքան էլ դա պաթոսային է ձեր համար, բայց միևնույն է բայց շատ շատերը ձեր օրինակով հասկանում են, որ օրինակ ձեզ նման կարելի է, չգիտեմ, ապրել Հայաստանի սահմաններից դուրս, վերադառնալ ու սկսել շատ ավելի լավ բան անել հայրենիքի համար, քան կարելի էր անել հայրենիքում ապրելով ժամանակին, այստեղ ծնվել, այստեղ սովորել եւ այլն։ Բայց սոցհարթակներից դուրս մտքարանի հարթակից բացի եւս այլ նախագծեր եք իրականացնում։ Մի քիչ էլ դրա մասին պատմեք։ Դե տարբեր նախագծեր են իրականում։ Կրթականների մասին։ Դե դասախոսությունից Սփյուռքի հետ փորձում ենք կապել խելացի դասախոսներին, այստեղ երիտասարդ նաև, որոնք պոտենցիալ պետք է ին կարծիքով ինչ-որ պահի հոգնեն ու լքեն Հայաստան, մենք փորձում ենք ինչ-որ ձև Սփյուռքին պատմության ոլորտում, լեզվի ոլորտում եւ այլ կապել Zoom-ի գումարը վճարելով, որ մարդիկ կարողանան Սփյուռքը ստանա գիտելիք, դասախոսը ստանա համապատասխան ռեսուրս, գումար կամ ուշադրություն։ Տարբեր ուղղություններ է իրականում, մենք մենակ մտքարան ակադեմիայում հայերեն լեզվի հարթակ կա ռուսերենով մտքարան, կա մտքարան ակադեմիա հայերենով։ Մենակ հայերեն մտքարանում 118 ուղղություն կա։ Ու պատկերացեք ինչ դժվար է, որ դու թիմ չունես, ну իրականում դա շատ դժվար աշխատանք է։ Նկարելուց մոնտաժից մինչև բոլոր փուլերը մենք ենք անում։ Լավագույն դեպքում, եթե Արտուրը սենյակում է կամ ես օգնում եմ կամերայի ֆոկուսը, որը մեկ նկարում ենք ինչ-որ վիդեո, դա նա մենք ֆոկուսը փախած է ու սկզբից էլի նույն ձև արդեն էմոցիան չես կարող դնես դա ինչ-որ։ Մի խոսքով հա շատ էմոցիաներ կա, մենք հիմա YouTube-ում բացել ենք նոր ուղղություն on-line ակադեմիա, որտեղ լավագույն դասախոսներին исключительно всерена օգի, то есть նրանք պետք է գիտության ոլորտի մարդիկ լինեն։ Մենք հրավիրում ենք եւ նրանք դասախոսություններ են կարդում, 20-ից 45 րոպե, մենք կանչեցինք Ռուբենին Սարգսյան, որը պատմեց հանրամատչելի լեզվով, ուրեմն про архитектуру Վանսկого царства, Վանի թագավորության ճարտարապետության մասին, Լիլիթ Հարությունյան Կոմիտասի թանգարանի պատմեց Կոմիտասի վերջի օրերի մասին, նոր փաստերի, որովհետև նույն Լիլիթը ինձ փաստ էր տվել, որ Կոմիտասը մահացել է ոտի գանգրենայից, որովհետև կոշիկը փետից էր, ու նոգու նետյորլը, հայրեն, դեալիասը նոգու նետյորլը, ոտը ինչ էր եղել։ Շատ հարել է այն, հա, տենց։ Մի խոսքով արուն է եկել, գանգրենա սկսել անտիբիոտիկներն 20 տարի հետո են հնարենոր, ու ինքը մահացել է։ Մահվան պատճառը որպես այդպեսին գիտության մեջ դա էր, հա, Կոմիտասի թանգարանն էր ինձ այդ նույնը տվեց։ Ու անցավ 1 տարի Լիլիթը Ֆրանսիայի հիվանդանոցում նոր փաստաթուղթ գտա, որտեղ նամակագրություն է, որտեղ Կոմիտասը բարձվում է շատ լավ իրավիճակում է եղել, բան տեսանկյունից նյութական, հա, իրան շորեր են ուղարկել, կոշիկներ են ուղարկել, ասում են էլ ինչ քեզ ուղարկենք, ասում է չէ, ինքան ունեմ, որ պետք չի։ То есть եթե տենց ուրեմն այս մեկը չեղարկվում է, կոպիտ ասած, sense պայմանական եմ ասում, հա։ Այդ առումով մենք դասախոսություն ձայնագրեցինք թղթերով, փաստերով, հենց օրիգինալ թղթերը բերված մենք ցույց տվեցինք։
իհարկե մի հատ առանձին ճյուղ, դե պատկերացեք, մենակ ակադեմիան, որ դասախոսին գտնես, օրինակ ես Ռուսաստանում ընկեր ունեմ, որ էլի on-line ակադեմիա ունի, իր մոտ աշխատում է 100-ից ավել մարդ, առանց չափազանցնելու։ Առանձին մեթոդիստ կա, որ դասախոսին կանչում է, ոնց պետք է անի եւ այլ, ու դու նայում ես, այդ սաղ գործը խոսքի մենակով, բայց я понимаю, как это делается։ Օրինակ ես չեմ կարող մարդվարձնել, որովհետեւ չգիտեն այդ մարդիկ ոնց պետք է անեն այդ ամեն ինչը։ Նկարելով даже обложкեն, հա մենք ենք անում։ Առանձին ուղղությունը դա ուրեմն բանն է, ճամփորդել տարբեր երկրներով հայկական հետքը գտնելու տեսանկյունից եւ դա էլի պլյուս է մեզ, որ մենք գիտենք, որովհետեւ ես ներողություն դիվանագիտական նաեւ կրթություն ունեմ, հա, ստացվում է միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք եւ աշխատել եմ այդ ոլորտում եւ հասկանում եմ ոնց պետք է խոսենք տարբեր մարդկանց հետ, տարբեր պաշտոնյաների, օրինակ որ գնացինք Պարսկաստան, մեզ Պարսկաստանի կառավարությունն էր հրավիրել, հա, ու դու հասկանաս, որ որոշակի արդեն ինչ որ առումով ոչ լեգիտիմության տեսանկյունից, բայց դու ինչ որ պետություն ես նաև ներկայացնում ու դու մշակութային գծով դու պետք է կարողանաս ճիշտ իրancs հետ շփվես, ճիշտ կետեր գտնես, որպեսզի փոխանցես նաև տարբեր մարդկանց, ովքեր կարող են այդ պոտենցիալը հայ-պարսկական, իրանական բացահայտելու, Հնդկաստանը, չգիտեմ, հիմա եվրոպական պետություններ, հիմա օրինակ մենք պետք է գնայինք Պոլշան, Լեհաստանն էր, չէ՞։ Լեհաստան, այնտեղ ցույց տանք հայկական հետքը, պետք է գնայինք Քուվեյթ, ցույց տանք հայկական հետքը, բայց ժամանակ չկա։ Երկու բառ ասեմ այդ պետությունների մասին հայկական հետքի, մենակ Պոլշայի կասեմ, որ կարճ կապեմ, ասեմ ինչ է հայկական հետք կա Պոլշայում։ Ասում օրինակ սահմանադրությունը, օրինակ սահմանադրությունը Լեհաստանի գրված Ամախտար-Գոշի դատաստանագրքի հիման վրա, որ առաջի էջից հենց ուսուցանում ես, ասում ես լավ իմաստով ով ենք մենք, ես ինչքան բաներ ունենք էլի, այնտեղ քաղաքներ են ստեղծված հայերի կողմից, հսկայական ռեսուրսներ, գումարներ, բայց Հայաստանում ցավոք սրտի ոչ մեկ դա չգիտի։ Հակառակը մի հատ էլ վատ բաներն են TikTok-ում տենում, հիասթափվում գնում են, ու դու պետք է ցույց տաս, որ հələ սպասի, էս ունենք, որը ոչ մեկ չունի, բարեզբուն իմաստով։ Հավատա քո ազգին, այն ազգին, որին դու պատկանում ես, ու փորձի ինչ-որ ձև գիտակցես եւ շարունակես այդ գործը։ Մեսեջները սենց են, մոտավոր։ Մենք քանի որ անընդհատ խոսում ենք կրթությունն ու սոցհարթակները համատեղելով, հատկապես վերջին Ռուսաստանի պատերազմից հետո շատ տեսանք ռուս բլոգերների, որոնք եկան ու մեր համար սկսեցին բացահայտել մեր երկիրը։ Այցելում էին տարբեր տեղեր, բացահայտում էին թե ժամանցի, թե պատմական ինչ-որ կառույցներ, ու շատերի համար դա դարձավ օրինակ։ Շատ երիտասարդներ վերցրեցին իրենց հեռախոսը, գնացին, իրենց նկարեցին ու սկսեցին հայրենասեր խաղալ, որովհետև պարզվեց կեսից դա խաղեր։ Տրվեցին գայթակղությանը։ Խիեք տենց մտածում։ Ես դեռ համաձայն եմ։ Չէ, շարունակությունը, որովհետև կարծես դա ցույց տվեց, հետո սկսեցին տարօրինակ գովազդներ նկարել ու օգտագործել դա գումար աշխատելու համար այդ հարթակը, եւ հետո լրիվ այլ բան դարձավ։ Հետո այն սկզբնական տեսանյութերը, որոնք նկարել էին, մեկ էլ տեսար անհետանում են էջերից ու մնում են միայն գովազդները։ Ինչպես չտրվել այդ գայթակղությանը, ինչպես չտրվել գումար աշխատելու եւ հայտնի լինելու գայթակղությանը ու դադարեցնել կամ ձևափոխել այն ուղղությունը, որը հիմքում է եղել, այս դեպքում մտքարանը։ Շատ ճիշտ հարց է։ Եկեք դիտարկենք իրան ոչ միայն մտքարանի հարթակում կամ ինչ-որ սոցիալ ծրագրերի, այլ ընդհանուր առմամբ գործունեության։ Որովհետև պատկերացրեք, դուք երիտասարդ եք, դուք ուզում եք ինչ-որ բան անեք։ Օրինակ ՀԿ եք բացում, լավ գործով եք զբաղվում, ձեզ ռեսուրս է պետք, օֆիս վերցնել, միկրոֆոն, տարածք վերցեք, չէ՞, ձեզ ռեսուրսներ է պետք։ Ու կան բազմաթիվ կազմակերպություններ, մարդիկ, որոնք իրանց շահը առաջ բրթելու համար պատրաստ են օգտագործել ձեզ, ձեր մտքերը իրականացնելու համար, տարբեր գաղափարներ առաջ տանելու, որը միշտ չի, որ օգուտ է մեր պետությանը եւ հասարակությանը։ Կարող է իրավունքի տեսանկյունից մենք չենք կարող օրինակ ինչ-որ ձև ապագայում process-ներ սկսել այդ բանի դեմ, որովհետեւ ինքը ոնց որ ինքը պրոստը ամեն ինչ չի, ինչ օրինակ Եվրոպայում կամ Ռուսաստանում աշխատում է, մեր մոտ կաշխատի ու դա օգուտ կտա, որովհետև պետք է հաշվի առնենք նաև սոցիալ հոգեբանությունը, էթնոհոգեբանությունը մեր ազգի եւ այլ եւ այլ։ Կարող է մի բանը մի պետությունում օգուտ տալու լավ առաջա գնում, բայց մեր պետության մեջ կործանարար լինի կամ կիրառվել, բայց ոչ մեկ չի խորանա դրա մեջ, հա, ինչ որ նյութը տարածելու տեսանկյունից։ Դրա համար հա, ինչ կախված է գովազդի, վատ բան չկա գումար աշխատելու, բայց այդտեղ շատ կարևոր է, որ մենք արժեհամակարգային համագործակցություն ունենանք։ Օրինակ մեծ տարբեր դեսպանատներ հսկայական գումարներ էին առաջարկում համագործակցության, մենք մերժում ենք, խի, որովհետև մենք չենք ուզում ոնց ես ասեմ, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում ինչ որ գաղափարներ կլինեն, որոնք մենք գուցե չուզենանք կիսենք, որ չտրվենք, մենք չենք տրվի գայթակղությանը, ոչ թե չնայած իրավիճակ չստեղծվի, որ դա անհարմար խոսակցություններ լինեն, թող ամեն մեկը զբաղվի իր գործով։
Օրինակ հիմա շատ մարդ ֆոնդեր են բացում, հիմնադրամ, չէ՞, հիմնադրամներ են բացում եւ դիմում են տարբեր դեսպանատներին, որ ինչ որ լավ բան են, թողանեն, մենք չենք անում, երբեք չենք արել, դա չենք էլ անի։ Նաեւ մենք մենակ այն կազմակերպությունների հետ ենք համագործակցում, ովքեր արժեք են ստեղծում, ովքեր sense որ քաշում ես թելը ու ընդ չգիտեմ ինչ որ քաղաքական գործիչներ չեն դուրս գալիս։ Պետք է համ ռեպուտացիոն ռիսկը, համ մենք չենք ուզում ինչ-որ ձև կապ ունենանք այդ մարդկանց հետ, իրենց բեքգրաունդը մեր վրա ազդի ինչ-որ ձև։ Գուցե կիսում ենք անգամ գաղափարը, կապ չունի։ Ես չեմ ուզում։ Այս գործից դուրս։ Հա, ես եկել եմ այստեղ գիտելիք տամ, օբյեկտիվ գիտելիք, ես չեմ ուզում, որ իմ հարթակը դառնա քարոզի ինչ-որ ռոպագանդան։ Մանավանդ այս ժամանակաշրջանում, երբ որ նախընտրական փուլա, parza, ասում ես կարծում եմ մի հատ խոսք է, չէ՞, ասում եմ, շատ գումարի եփ ես աշխատում, երբ որ պատերազմա ու բանա նախընտրականի ժամանակ, հա, sense մի հատ հումոր կար, որովհետեւ այ ասեն սաղ մարդիկ, բան, սաղի գործերը լավ է, բացի մեզ ինձ հումոր եմ անում։ Եվ տեսեք, հա, այստեղ դուք պետք է կարողանաք այդ արժե համակարգը ճիշտ պահեք ու չթողեք թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն։ Օգտագործելու են բոլոր ռեսուրսները, բոլորը, եւ դա նորմալ է, ամեն մարդ իր բանն է, շահն առաջ տանում։ Ձեզ պետք է գումար, իրանց պետք է իրանց բանն առաջ տանեն։ Դրա համար հա մենք որևէ քաղաքական գովազդ երբեք չենք արել, մենք երբեք այս տարիների ընթացքում չի եղել այնպես բան, որ ինչ-որ կարծիք ասենք, որ մեզ գումար են տալի, որ մենք այդ կարծիքը ասենք, դա մեր համար անընդունել է եղել միշտ, անընդունելի կլինի ապագայում եւ հիմա։ Այստեղ կարևորը գիտեք, որն է նյութը չի։ Օրինակ, ես չեմ մտածում, որ մարդ կգա ու կասի, բա դու սենց բան ես արի։ Ես նենց կարամ ասեմ, որ մարդը չհասկանա, որ ես դա ասել եմ։ Համ ես գումար աշխատեմ, այստեղ հարցն է, ոնց ես դու ինքդ քեզ վերաբերվում ու քո գործին։ Իմ համար կարևոր է, որ ես այն ինչի մեջ դες ասում եմ, ես ինքս հավատամ այդ ամենին, ու դուք էլ այդ էներգիան զգաք։ Ես կարամ խափեմ ինքս ինձ կամ ուրիշին 1 2 3 ու իմ խոսքը արժեք չի ունենա։ Ես հիմա օրինակ պատրաստ եմ բացարձակապես լուբոյ ցանկացած ֆորմատով, ուզում եմ ուղ եթերա, ոնց ուզում եք, ինչ հարց ուզում եք կարակ տակ, ես պատրաստ եմ լուբոյ հարցին պատասխանել, անձնականից միջև բան, որովհետև չունեմ վախենալու բան։ Ես գիտեմ, դες ես չեմ արել մի բան, որի համար մեդիայի կամ չգիտեմ աշխատանքի բանի գծով ես ամաչեմ։ 19 թվականին որ մենք իմ ընկեր Հայկն էլ այստեղ որ եկել ենք, հնարավորությունները քիչ էր։ Խեմ այս թեմայով խոսում, դուք երիտասարդ եք, դուք նոր առաջ քայլերն եք անում, շատ կարևոր է։ Չկար հնարավորություն։ Մի անգամ Հայկից անգամ 20000 դրամ պարտքով փող եմ ուզել 10 չեմ հիշում որ թիվներ։ Չկար հնարավորություն, բայց ասես չէ, դու պետք է մնաս այդտեղ, պետք է աշխատես, պետք է ինչ-որ բան ստեղծես, բայց այդ վաղտ անգամ կար հսկայական հնարավորություններ աշխատել տարբեր ուղղություններով, բայց ես չեմ ուզել որ ինձ ասեն օրինակ պայմանական, օրինակ սորոսական ես, չգիտեմ, ես Ռուսաստանի ես բանն ես, SSN-ես։ То есть իմ համար այդ ռեպուտացիան միշտ կարևոր է եղել։ Մկապ չունի դի տենց կլնես չերելնի։ То есть այդ անունը շատ կարևոր է պահել, հավատալ ինքդ քեզ ու գնալ առաջ։ Իսկ ռուս բլոգերների հետ կապված գիտեք ինչ է պահ կա, որ Չէ, իրանք լավ օրինակ էին մեր բլոգերների համար։ Մի կողմից ես իրանք շնորհակալ եմ, որովհետև իրանք եկան ու սովորացրեցին ստեղի մարդկանց գումար վճարել գովազդի համար, որովհետև օրինակ միջև իրանց ես չգիտեմ գովազդ չի անում, իսկի պետք էլ չէր ինձ այդ ամենը, ես իմ գործունեությամբ գումար վաստակում, հիմա հավելյալ եկամուտ ա գալի, որ մենք կարանք ուղենք նոր տեխնիկա գնենք, այդ ճանապարհորդությունները նաև եթե պետությունը չի կանչում, ինչ որ նախարարությունը, ինչ որ բանի, մենք ենք մեր այցելի մեծամասնությունը մենք մեր գումարով ենք անում դա։ Եթե պետքա մենք անգամ օգնում ենք համայնքներին, մենք ենք օգնում գումարներով։ Ինչ կախված է բանի այդ ռուս բլոգերների հետ, իրանք պետքա հասկանանք անկեղծության հարցը։ Վաղը հարևան պետության ներկայացուցիչը գումար տա ու ասի գնա նկարի մի հատ վիդեո, որը հակասում է այն ամենին, ինչ ինքը միջև է ասել, իրանք ամենայն հավանականությամբ դա կանեն, կներեք, որովհետև տարբեր խոսակցություն ունեցել եմ այդ մարդկանց հետ, անունները չտանք։ Հա լավ, ինչ կա բան, իրանք այդ արժեքի կրողը չեն, իրանք մեկստեղ են մեկնդեն, որ մենք տեսնում ենք, որ ստեղի, եթե գովազդի մասն ենք խոսում, օրինակ մեր մոտեցումը որն է, որ մեզ գովազդն ինչ որ պատվիրում, եթե մենք տեսնում ստուգում ենք եւ այդ արժեքների կրողն են մարդիկ եւ այլ, ու սա այդ փուլերը անցնում են, որը 90% ցավոքսակտի չի անցնում, համաձայնվում ենք, գովազդանում ենք, հետո նոր գումարային հարցերը ինչ որ ձև մենք լուծում ենք իրար մեջ, բայց իրանք տենց չեն, իրանք միջև ու հսկայական գումար չտաս, տենց մի չգիտեմ, իրանք սկի անգամ չեն էլ նստի քո այդ բանն, անգամ բանակցությունից առաջ են գումար ուզում։ Դա արդեն մեր բանի հարցն է, մեր շուկայի բանի, որ ու հոգեբանության վերջի միտքս է, որ մեկը գալիս է Հայաստան ու սկսում է գովալ, вы великий народ, вы первые христиане, ու всё սաղ ինչ կա հանում, սրտներս բացում ենք, տալիս ենք, ասում ենք, բայց այն հայերին ովքեր օրինակ սրտաբաց պատրաստ են անգամ անվճար մի հատ ընկեր ունեինք, գովազդ պատվիրեց մետրոս տղայի մոտից,
հսկայական գումարներ իրան տվեց բան, այդ Ռոստախան այնքան որ նկարեց մի հատ վիդեո տեղադրեց ու մոռացավ։ Մենք անվճար ասացինք անենք, բայց մեր նկատմամբ վերաբերմունք կոպիտ ասած մենք եկանք կանգնեցինք ընդ որ լավություն անենք ու իրոնց sense դիմավորին բան եւ այլ մենք հասկացանք որ այդ մոտեցումը շատ սխալ է։ Այնպես չենք կարիք ունեինք ինչ որ ընդհանրության, բայց դե ասում ես ուրեմն մի բան ստեղ սխալ ես անում, այդ սրտաբացությունն էլ այդքան բան չի։ Դրա համար ամեն ինչ պետք է իր տեղում լինի իմ կարծիքով եւ ոչ մեկին պետք է ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել։ Այս տարիների արդեն աշխատանքը սոցհարթակներում կրթությունը պրոպագանդելու ինչ փորձառություն է տվել, որ հիմա այն նոր քայլերը սկսող մարդուն կփոխանցեիք հատկապես երիտասարդներին։ Ինչ անել ու ինչ անել։ Բացի այս կոմպոնենտից, ինչից չհուսահատվել, չհուսալքվել։ Դե խեյտը այնքան բաներ են գրում, այս վերջի ստորին երևի տեսակ։ То есть այնպես բաներ են գրում աբսուրդ է, որ դու հիմա չգիտես ինչ անես։ Մեկը գրում է, որ դու օրինակ ինչ որ գործիչ է, խոսում է իր համար։ Սխալ, ճիշտ, խոսում է, հետևորդ ունի։ Օրինակ իմ մասին մի հատ բան ասում, որը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Հիմա որ արձագանք ես, ստացվում է դու իրան գովազդում ես։ Դու իրան արժեք տվիր, բան տվիր, մարդիկ գնում են, դենան ինչա մարդիկ էլ սիրում են կոնֆլիկտները։ Չարձագանք ես, կասեն, ուրեմն ճիշտ էր ասում։ Ինչ անես։ Որն է ճիշտը։ Զանգես խոսաս, բան անես, կարա սադրի գնաս շատ է տենց դեպքեր, Էլ պետք է գնաս, ուզես չուզես ներքաշում ես ինչ որ խոսակցությունների մեջ։ Տղա ես մի բան է, աղջիկ ես ավելի դժվար բաներ կա, իմը չգիտես ճիշտը որն է։ Տոքսիկ ինչ որ միջավայր է ձևավորվում, որը այդքան էլ լավ չի։ Մանավանդ, եթե կա ինչ որ քաղաքական բաղադրիչ, դե պարզ է, ասենց տերորի են ենթարկում քեզ ամեն օր այնպես բաներ են ու սուտ հա, ես ինչ կարդացնում եմ իմ մասին ինտերնետում սուտ հա, բացարձակապես։ Այսինքն այնպես բաներ, որը խնդում ենք, նստած ասում ենք հələ նայես ենք, բայց հետո նամես արդեն չխնդալու չի այս ամեն ինչը, որովհետև ինքը տարածվում է, մարդիկ ընդ գրում են հա տենց էլ գիտեինք բան եւ հայհոյանքներ են գրում։ Այդ պետքա շատ քարից, չգիտեմ, ներվեր ունենաս, որ դու ասում ես ախպեր այսքան տարիներով ես sense սկզբունքները պահելով եկել եմ ինչ որ բան եմ ստեղծել, որևէ բաների մեջ չեմ մտել, որ այսօր ասեն ու այն մարդով խոսքի դու գիտես ակնհայտ SS մարդկանց շահերն է սպասարկում եւ այլն, քեզ բան է ասում։ ու էդի է շատ տխուր։ Էդի ես օրինակ միջև մա տխրում եմ այդ թեմայով։ Մարդիկ ասում են բան տեղ մի դիր, բայց չէ, իմ համար դա շատ տխուր ու ցավալի է։ Շատ մարդու տեսանկյունից Մինև լավ, այդ օքեյ։ Երկրորդը չտալվել գայթակղությանը, հավատալ քեզ, քո ուժերին, ամեն անգամ ճշգրտել քո գաղափարները, գուցե սխալվում եք։ Բաժակը պետք է կիսով չափ դատարկ լինի, այս բաժակի չափ, դու միշտ պետք է պատրաստ լինես նոր բան սովորել, միշտ մտածի, որ դու ինչ որ բան կարող ես չգիտես, բայց նաև վստահ եղի այն բանի մասին, ինչ դու գիտես, միջև վերջ տար, եթե դու վստահ ես, բայց պատրաստ եղի փոխես։ Եվ շատ դեպքերում Հայաստանում մեծ մի հատ սխալ կա, որ մեկը անգաժիրованный է, կողմնապահ Ճիշտ է։ Կողմնապահ, չգիտեմ, ինչ որ հարցի շուրջ, հա։ Ու ինքը իր իրականությունը սկսում է փաթաթել սաղի վրա, սկսում է ագրեսիվ իր կարծիքը արտահայտել, բան եւ այլ, ու երևում է, որ հենց ի սկզբանե այդ մարդու մեջ չի եղել ձգտել դեպի ճշմարտությանը։ Ասում է Պլատոն մой друг, но истина дороже։ Դուք պետք է գնաք դեպի ճշմարտություն, ցավոք սրտի ճանապարհին կորցնելով ընկերներին, դուք փիլիսոփայի երևի չէ, դա խժպտացիք։ Հա, ու ցավոք սրտի, մենք օրինակ այդ գիծը պահում ենք։ Նաև խի եմ ասում, ցանկացած հարցի պատրաստ եմ պատասխանել, որովհետև ես օրինակ իմ մոտ սենց գնում է սենց գիծը, փոխվում է։ Ինչ։ Բան ասեք, չէ։ Չլսամ։ Տեսեք, ուրեմն հա, իմ մոտ սենց գիծը գնում է, այս տրամաբանական կարամ բոլոր կետերի մասով, ասեմ, այս սենց կամ սենց եմ մտածել, հետո այս բանը իմացել եմ, եկել եմ ստեղ, то есть իմ մոտ հստակ բոլոր առումներով ես չեմ լսում ինչ եք ասում։ Բոլոր առումներով հստակ տրամաբանությունը կա, ու դուք էլ այդ տրամաբանությունը որ պայեք, տենց հեշտ է ապրել, շատ հեշտ է։ Вот, да. Սանկտ-Պետերբուրգ։ Պատասխանեցի, չէ՞, ուսամ հարցին։ Ոնց որ, բայց ես ուզում եմ, քանի որ այս գիրքը մեծ ցանկություն ունի գտնել իր հասցեատիրոջը, նայել լսենք հարցեր, եթե ունեք հարցեր, բոլոր այն մարդիկ ովքեր չգիտեն, ձեզ համար ամենահետաքրքիր, ամենալավ, յուրահատուկ հարցի հեղինակին սպասում է անակնկալ։ Ես կփորձեմ շատ կարճ պատասխանել։ Արադ Հադևոսյան, Վանո եւ Վազգենի երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը։ Եթե ուզում եք այս գիրքը ձերը լինի, մենք սպասում ենք ձեր հարցերին։ Էլի ասեմ, որ ավելի շատ պատմական կոնտեքստում եմ ուզում դիտարկել այս բանը, ոչ թե քաղաքական, ու շատ կարևոր է, որովհետեւ մեր այսօրվա իրականության մեջ Նոր Հայաստանի երկու կերպար, որոնք կարողացել են
իրականությունը փոխեն։ Շատ բաներ կա չեմ կարող ասել sense ելույթի ընթացքում, մանավանդ որ նկարում են, բայց մեր իրականության մեջ շատ կարևոր մարդիկ են, եթե արդվազն իրենց մեկը չլիներ, այսօր մենք ուրիշ իրականության մեջ կապրեինք, իմ կարծիքով ավելի վատ, ոտ, բայց եթե լինեին, ինձ թվում է ավելի լավ։ Բայց երկուսն էլ շատ յուրահատուկ ձեռագիր ունեն նաև գրելու ու կարելի է կարդալ իրենց ստեղծագործությունները։ Ու ոչ միանշանակ մարդիկ են լսում եք ձեզ։ Ես երկու արտոնավերի կարելի է մեկ ասել, թե ժամանակն է մյուսներ կասել, դուք ոնց եք կարողանում միջազգային ոնց որ լավագույն փորձը, այսինքն sense ասեմ, ձեր կարծիքով կարևոր է համատեղել միջազգային լավագույն փորձը ու հայկականը ընդհանրապես բոլոր ոլորտներում ու եթե հա այդ ոնց կարելի է անել ճիշտ, որտեղ դուք էլ ասեցիք միշտ չի որ Եվրոպայի կամ այլ երկրների մոտեցումները Հայաստանում կարող են ոնց որ իրագործվեն, որն է ճիշտ մոտեցումը այդ փորձերը համատեղելու ու որպեսզի հայկականությունն էլ մնա էլի տարբեր ոլորտներում։ Տեսեք, դրա համար դու պետք է շատ ուսումնասիրես այն հողը, որը վրա դու ապրում ես։ Օրինակ ես բոլոր մարզերում ապրել եմ, փորձել եմ, հա, ինչ որ սաղ գիտեմ ինչ կա չկա, բայց ես ձգտում եմ այդ ամեն ինչը, ես հասկանում եմ ոնց է, օրինակ ինչու է օրինակ Մարտունիում ապրող մարդը Արտաշատի մարդուց տարբերվում, բարբարները, բաները եւ այլ, ու այդ իմպլեմենտացիայի ինստիտուտը որ կա, ոչ միայն օրենքի նաեւ, որ երևույթի որ դու ուզում ես իջացնես հողի վրա, դու արդեն մոտավորապես կհասկանաս։ Այն ինչ քեզ ուզում է, դու պետք է այդ հաշ շփվես մարդկանց հետ։ Ես մի հատ հետաքրքիր միտք ունեցա, այս մի 2 շաբաթ առաջ էր, Արտուրը ընկերներս ասում են, ինձ ժամերով նստում ես մարդկանց հետ խոսում ես պապիների, տատիների, ինձ հետաքրքիր է։ Ես գնում եմ նստում, ինձ հետաքրքիր է, քանի հատ մենակ ավակ սերունդն է։ Չէ, դա երեխեքի բան, դե կովերին են պահում, բանը, ինձ հետաքրքիր է այդ րոպեին, օրինակ այս վարքին ինձ էսի շատ հետաքրքիր է։ Դուք ինձ ամեն հարցը որ դու պետք է իրականում հետաքրքրված ես այն նյութի մեջ, որ դու ուսումնասիրում ես։ Եթե դու դրանով չես ապրում, ձև ես թափում, որ քեզ հետաքրքիր է, ու այդ սխալներ կան, այսպես պատերը ջարդելով վատ իմաստով կեթաս։ Հետո տայնում ես այդքան էլ լավ չի։ Դու պետք է իմանաս այդ փորձի տեսանկյունից։ Շատերը կան գնում են Եվրոպա տենում են այդ բաց, օրինակ, չգիտեմ, շատ են խոսում, լավ այդ օրինակ չեմ բերել, հələ տարիքը չիներում։ Նո օրինակ լավ, չգիտեմ, դաժե լավ բան է, օրինակ կրթության տեսանկյունից, օրինակ Վրաստանում ինստիտուտները բուհերը անվճար են դարձել, եթե չեմ սխալվում, չէ՞, բուհերն են, հա, անվճար են։ Հա, լրիվ։ Ինչքան գիտեմ, հա։ Շատ լավ է։ Ճիշտ եմ ասում։ Չգիտեմ, այդտեղ կարդացել էի։ Հիմա գուցե այդ լավ բան է, բայց օրինակ Հայաստանում կիրառենք ու դա կործանարար լինի։ Հասկանում եք։ Դրա համար հետո ուրա նարեկինքսն չեն, նարեկ ըստ քեզ Վարդանս չեն։ Վարդանս հոգեբան է, սոցիոլոգ է։ Այդ արդեն ուրիշ մասնագիտություն կա, սոցիոլոգիա, որը ուսումնասիրում է վերլուծություն է կատարում։ Դրա համար ամեն ինչը իր բանը ունի։ Մենք պարզա սոցիոլոգների հետ ենք խոսում ցավոք սրտի Հայաստանում շատ մասնագետներ չկան տարբեր ոլորտներում։ Մի երկու հոգի են ու շատ բան են неоднозначные персоны, ոչ միանշանակ բաներ են, էլի տարբեր ոլորտներում։ Դրա համար դժվար է անգամ իրանց հետ խոսալը, բայց էլի պետք է համբերատարություն ունենաս, շատ ժամանակ է գնում այդ բանը։ В общем, нужно изучать почву, чтобы правильно интегрировать. Երկրորդ հարցն ունեի, բայց հա, ուզում եմ հարցնել, sense կարծիք կա, որ հայերը սիրում են տարբերվել, որն է սահմանը պահելու հայկական յուրահատկությունը, անընդհատ շարունակելու ստեղծագործ լինել ու նաև sense ասած միջազգային լավ գաղափարների փորձառությունների հանդեպ ոնց որ բաց լինելու այդ սահմանը ոնց կարելի է չհասկացամ։ Ասեք ինչ, չհասկացամ հարցը։ Ես էլ եմ ուզում հասկանալ տարբերվել եւ միևնույն ժամանակ բաց լինել։ Դու պետք է ինձ թվում է չեն խանգարում։ Ես գիտեմ, դու պետք է ազգային, էլի արժեզրկված բառ է մի քիչ, բայց ազգային բանն ես։ Չէ, Ничего бара лав бара. Внутри у тебя должна быть национальная принадлежность. Ասկես, որ դու գիտես դու ով ես, օրինակ տեսեք, եկեք ես օրինակը բերեմ, շուտ արժագի մեջ շուտ բանն եմ, ասեմ թե չասեմ։ Դերից մեր ժամանակը քիչ վերջանում է։ Մի րոպե փորձեմ ձեզ բացատրեմ, ասեմ։ Ուրեմն ես հասկացա, որ գործից հետո շատ եմ հոգնում ու ինձ մի հատ բան է պետք, զբաղմունք, որի արդյունքում ես շուտ ոնց որ կհանգստանամ։ Ու հասկացա, որ թղթի նկատմամբ որոշակի бан եմ, я там люблю трогать бумагу, эстетическое удовольствие։ Ու այդ տեսանկյունից սկսեցի ուսումնասիրել տարբեր երկրների փորձը книгоплетение, գրքակազմություն, մատյանների։ Անդե գնում ասեն славянское, европейское, канадское, американское, армянское, հետ եմ գալի հայկական։ Տեսնում որ հայկականը աշխարհի լավագույնն է։
Եթե ընդ պլյուս մինուս պլյուսը, հայրեն պլյուս սա պլյուս է։ Ասեմ, օքեյ, դե ինչով է տենց։ Ու դու սկսում ես ուսումնասիրել ու հասկանալ։ Օրինակ մարդը, որ գնում է Եվրոպա, մտնում է ինչ-որ Լուվր, բան, բան, sense Լուվր, բան, sense ինչ մեծ բաներ, բայց մատենադարան կյանքում չի մտնի։ Բայց օրինակ մատենադարանը ավելի ուժեղ բան է, քան ես չգիտեմ, էլի, չեմ կարող ինչ-որ բանի հետ համեմատեմ։ Լուրջ չեմ կարող, մի հատ օրինակ բերեմ։ Օրինակ նայեք, sense 1 2 3 4 լսվում է ինձ։ Նա, տեսեք։ Օրինակ մեր էսի բանն է, ոնց ենք կոչվում, ձեռքով սարքած անցած տարվա բան է։ Մի հատ դաչանին եմ գտել Դանիայից տղա է, որը սարքում է հայկականը։ Հայաստանում եթե ինչ մասնագետ չկա, ասենց ասեմ։ Մի հոգյա գտել եմ հազիվ մեծ է։ Ես դե որ լսեցի առաջ անգամ այս բանի մասին, ինքը չկա շատ է։ Ու ինքը կարել է ասենց, այս ամեն ինչը ձեռքի աշխատանքը։ Եթե սլավոնականն եք նայում, այս փայտը որ կա, այս կազմի, հա, ինքը սենց է իր երակները գնում փայտի, հայկականը սենց է գնում։ Ինչու է դա պետք։ Մի քանի 100 տարի հետո որ ինքը խոնավանում է, սլավոնականը ջարդվում է բացելուց ու ինքը սկսում է վնասել արդեն բովանդակությանը։ Հայկականը պլյուս մի քանի 100 տարի կարա բան տա։ Եթե եվրոպականը դու կարաս մի edge-ից sense վերցնես փոքես, այսինքն չես կարանես։ Հայկական ամեն edge-ը կարված է։ Եթե դուք sense բան եք տեսնում, էսթետիկ, սա հայկական է ուրեմն։ Որտեղ էլ տենակ Եվրոպայի աշխարհի տարբեր կետերում ուրեմն հայկական է սա։ Սիրուն բաներ կա։ Մի խոսքով, ստեղ Զարթանախշեր ինքը անկապ բան է ստեղ նկարել, իրականում ես Քյուրքչյանի հրատարակչության կոնտակտներն եմ տվել, որ Քյուրքչյան հրատարակչության հայկական ազգային ուզորներ վերցնեն դնեն, նսան ornament-ը, որոնք իրանք վերականգնում են ու հիմա երևի կա համագործակցեն ինչ-որ ձև, բայց ես ամեն ինչի զած ժամերով կարամ խոսամ, ժամանակը քիչ է։ Այստեղ հետաքրքիր մի հատ բան կա։ Այստեղ տեսնում եք ինչ-որ բաներ կա, կարեր։ Տենում եք sense ինչ-որ 3 հատ, չգիտեմ, sense անում որ երևա։ 3 կարը։ Հա, սա որ ճղեք, պոկեք, բացեք, նոր կտենեք իր սիրունությունը։ Այդ կոչվում է Ցորենահյուս։ Sense կարա, շատ սիրուն է։ Բայց ինքը ստացվում է իր այդ բովանդակությունը, ասեմ, մեծ հոգեբանություն կա, շատ խորը։ Էդի ես որ դու իրան պետք է ոնց որ բացես, ճղես, չացնես իրան, որ նոր տենաս, ինչն է գաղափարը։ Սոցիալ հոգեբանական տեսանկյունից ես համեմատում գիտեք ինչի հետ, որ օրինակ դու միշտ այդ օրինակն եմ բերում, ծնողների հետ, օրինակ մամայի հետ հելնում ես, ասում եմ գնանք խանութ առևտուր անենք։ Սենց վերցում են տունը հավաքում են սաղ սիրուն բան, նոր այդ ասում ես հավաքում 5 րոպեով գնում են գալիս են, ասում են որ գնանք մեռնենք, մի բան մեր հետ գանտոնը թափրտած տենան։ Հայկական դասական ընտանիքի բանը։ Սա այդ նույն հոգեբանությունն ու տրամաբանությունն է։ Հիմա էսի որ ճղինք էլի ինչ։ Նույն բան որ մահացանք էլի ինչ, հիմա ինչ կապ ունի տունը թափրտածած թե չէ։ Չակի բանով եմ ասում, պայմանական, վերացական։ Հիմա այս սաղ էս ազգային հոգեբանությունը տարբեր դետալների մեջ, որը մենք ճապոնացիքի մոտ ենք տենում, առանձին դասախոսություն է։ Ճապոնացիքի մոտ ենք տեմ տարբեր ազգերի մոտ ենք տեմ, մենք այս ամեն ինչ ունենք ու ավելի հարուստ, ավելի լավ ու ավելի ուժեղ։ Աննան նաև համագործակցում է մատենադարանի հետ, մենք լաբորատորիայի ընթացքում շատ ուսումնասիրեցինք, Արտուրի հետ ծանոթացանք, Էջմիածում 3 անգամ մարդեմ անեկե չեմ գտե, մատենադարում երկրորդ անգամից Արտուրի հետ ծանոթացա, որը գիտի այդ Դանիայի տղուն ու ատում է իրան։ Ասում է, ես ինքս սխալ անում, ինչ որ կարը սխալ է բաներ է, ասում է, եկեք տարածենք, եկեք պատմենք երեխաներին, եկեք ասենք, ես մի զրամբախ 1% պատմեցի։ Պատկերացնում եք մենք ով ենք, հա, ասենց խորը, ու այս ամեն ինչը հոգեբանություն է ձևավորում, կարելու ընթացքում բանանելու, աղոթելու եւ այլն։ Ու այս ամեն ինչը մենք թողած, հələ մի հատ դնենք ինչ, չեմ այդում ճարտարապետություն, բան, հոգեվոր գրականություն։ Մենակ ես եմ ասում։ Որտեղ ուսումնասիրություն ենք կատարում, մենք լավագույնն ենք, առանց չափազանցնելու։ Վտանգավոր բան եմ ասում, կարող է մեծամտություն լինի կամ ինչ-որ բան, ոչ պատրաստված գիտակցությունը, բայց որը ցավոք սրտի տենց է լինում, բայց դե պետք է մենք իմանանք մերը, այդ վաղը որևէ օտար քամիներ ձեզ ճանապարհից չեն շեղի։ Այն նաբարոտ կփոխ լրացնեն այդ ամեն ինչը, որ դուք ձեր ավելի լավ բայք։ Ճիշտ պատասխանից չէ։ Ընտիր։ Խնդրում խոսափողը դիմացի աղջկան փոխանցենք։ Ողջույն ձեզ։ Ես Մարիամն եմ, ուզում հարցնել, որ վերջում նշեցիք, թե ինչքան մեծ աշխատանք եք կատարում մտքարանում, այսինքն մի քանի հոգեգործը դուք կատարում եք միայնակ, վստահ եմ, որ շատ դժվարություններ են լինում այդ ընթացքում, նաև նշեցիք, որ վերջերս հետի ալիք ինչ-որ եկել ու ձեզ համար դա շատ կարևոր է, ինչպես եք գտնում ձեր մոտիվացիան առաջ շարժվելու ու չհանձնվելու։ Դե որովհետև մեկ-մեկ որ սկսում են մեզ, չգիտեմ, շատ sense պաթոսային ներկայացնել ասել բան, իրական կան շատ դեմքեր ցավոք սրտի մեծամասնությունը մահացել են։ Այդ մարդիկ ովքեր գիտեն, օրինակ Սամվել Կարապետյանին հուշարձանագետ։
Այն մարդիկ, ովքեր գիտեն, օրինակ Կարեն Վարդանյանին, որ այդ բախտը մնացել ընկերություն անել, Գագիկ Գինոսյանին, էլի։ Եվ այլ, օրինակ դե ինչ սաղ կյանք այդ մարդիկ նվիրել են տարբեր օրինակ ճյուղերի, մշակույթային եւ այլ, ու այսօրվա մեր աշխատանքը կատարած իմ համար մեծ պատիվ կլինի, որ ինչ որ չափով ես ինչ որ ձև, ինչ որ շարունակություն անեմ, սենց եմ ասում, առանց չափազանցնելու, որովհետեւ տասնյակ գրքեր ես հələ այն մակարդակի վրա եմ գտնում, որ հələ կարդում եմ, որ հասկանամ, հա, չեմ հələ շարունակել, այդ ուրիշ բան է, պետք է adekvat լինենք ու հասկանանք։ Հələ շատ բան կա, օրինակ ես չեմ հասկանում ճարտարապետության գծով եւ այլն։ Ու դու որ այս ամեն ինչը տեսնում ես, դու էլ մանավանդ 20 թվից հետո էլ դու էլ չունես ժամանակ մտածելու մոտիվացիայի մասին։ Որը գլուխդ կախ քո գործն ես անում արդեն։ Դու տեսնում ես, այս նյութը պետք է տարածվի, որ մարդիկ իմանան, չեթան խոպան, այ խոսքի կաղա մեկին հավեսա, ինչ որ բանա կարում, բիզնես սարքի, փող աշխատի, այդքան մշակույթը զարգացնի։ Եվ այլ, հասկանաս, չէ՞, դու ամեն ուղղությունով արդեն սկսում ես բանել։ Ամեն ուղղություններով, որովհետև էլ եմ ասում, մենք հաջողել ենք ինձ թվում է, չկա ուղղություն, որ օրինակ մենք դոկումենտարի մասին որ վիդեո էինք նկարել, որ գնացինք Սակրամենտոյի Սենատ, Կալիֆոռնիայի, տեսել եք երևի, եկամ կարծում դոկումենտարի մասին, բարձում է նախագահի տեխնոց էլ է, Ռեյգանի այդ դեբատների մասնակցել։ Այսքանը սովորելի է, ամենակարևոր բանը բաց եմ թողել։ Մարդը կարող է Ամերիկայի նախագահ դառնալ։ Հասկանում եք, դες այնպես բաներ կա, խորություններ կա, բաներ կա, ռեֆորմներ բանամես գժվում ես։ Ասես այդ մարդիկ հաստատ չեն նստի սենց երկար մտածեն ինչ որ բան, պետք է ինչ որ ձև նպաստես այդ ամեն ինչի զարգացմանը, տարածմանը գոնե առնվազն։ Ես տաղանդներ չունեմ, որ մի հատ էլ ավելացնեմ մի բան, պետքա տարածեմ, հա, այդ ամեն ինչը։ Մոտավոր տենց։ Ձեր շնորհակալություն, ինձ արդեն մի քանի անգամ Всё, ում եմ նվիրում։ ավարտվել է։ Եկեք, քան որ դուք երկու հատ հարց տվեցիք, ես ձեզ նվիրեմ գիրքը։ Գիրքը գտավ հասցեատիրոջը, մենք լսեցինք մեր շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ։ Ուրեմն եւս մեկ անգամ շնորհակալություն համ այսօրվա համար, համ ձեր կատարած աշխատանքի, թե սոցհարթակներում շատերիս համար գուցե օրինակ ինձ համար բացահայտում էր YouTube-յան դասախոսությունները։ Այո, գրանց։ Գնամ բացեմ, սկսեմ լսել ու հետևել։ Շնորհակալություն բոլորին։ Մերսի շատ։